Ձմեռ էր սաստիկ, ձյուն ու բուկ դրսում, պապս տակ տանը դողում էր մրսում, ինչ ճաշ եփեցին, ոչինչ չկերավ, այդպես չի լինի, մի բան կեր հայրիկ, ասա, ինչ կուզես, հենց հիմա եփեմ, քո սիրած ճաշը թեկուզ թլորիկ, ասում էր մայրս, խնդրում համոզում, բայց պապս լռում և ձայն չէր հանում, և մեկ էլ հանկարծ մորս ձայն տվեց, մայրս էլ իսկույն նրան մոտ վազեց, լսում եմ, հայրիկ, ինչ եփեմ ասա, ուզում եմ եփես մի լավ հարիսա, մորս աչքերը իսկույն փայլեցին, գոգնոցը կապեց, անցավ իր գործին, բայց պապս կրկին ձայն տվեց մորս, խնդրեց, որ չասի հանկարծ նա հորս, հարիսան գիտես ոնց եմ ես ուզում, երբ մեր դաշտերի համով է բուրում, գութանը տարած հետ բերած լինի, սարի արևն էլ համ տված լինի, մայրս շվարեց, էս ձմռան կեսին, ինչ գութան, արև, բայց ձայն չհանեց, չասաց ոչ մեկին ուզածի մասին, եփեց հարիսան, արևին հանեց, պապս ձեռքն առավ, քթի տակ ժպտաց, մի քանի գտալ կերավ ու ասաց, ապրես հարսիկս, հարիսան լավն էր, դաշտի համ չկար, արևն էլ սառն էր,